Սիմոնյան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է Կիրակի օրը Հովանավանքում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, որի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասել։ Հասկացա, ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակվում է պարոն Սիմոնյան, որպես Ծառված քահանային Փաշինյան։ Այո, բայց ես նկատել եմ, այստեղ հետո տենց հետո հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասեցի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Այո, որ կտրիչ Ներսիսյանը կասել, բայց հիմա ինչ է։ Այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչ գործն է, որ Ինչն է իշխանության գործը։ կաթողիկոսը։ Իսկ ով ասեց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Գործն է դա գործից։ Երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն։ Իսկ ես երբ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա Ուրեմն ավելի բաղ զբաղվեիք, ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի Իսկ դու մինչև լրագրող դառնալդ ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմքը չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմքը չէիր պայքարում։ Պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանն է ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է։ Հաստատություն չուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ էր հնարել։ Դուք ասացին հավատում։ Պարոն Սիմոնյան համարում որ կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մնա պետք է Իսկ ով է կարգալույց արել։ Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թողեք խոսամ, եթե ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսամ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդին դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի տեխնացուել է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, այսինքն ոնց ես պատկերացնում, վերցնեմ հեռախոսը զանգում, չէ, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան ա եղել։ Լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ է, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Շնորհակալություն։ Եթե դա պետական ռեսուրս չէ։ Մեր ներքին էթիկայի դժ գործում եք, ձեր լրագրողական ներքին էթիկա եք։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ-կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգում պետք է բերել փոխմասպետը։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք չի ձեր կուսակցությունը։ Ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ ոնց Ինչ հարց է նարեկ։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։
Հավոս պետք է լինի։ Դες պետք է ինքը ասի ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է։ Այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակություն է։ Այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ են լինում ԿՖ-ում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Պարոն Սիմոնյան, մի վերջին հարց է, եթե դուք ընտրությունների հետ կապված, Հետո էլ չեմ ուզում այդ 16-ին վաղ շաբաթում սպասում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Խնդրում եմ ասել, Գյումրի քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է վաղաշաբաթի ինդիմադիր էլեկտորատի։ Հա, բայց ո՞նց կարելի է այդպես խոսալ, զոն հասկանամ, էլի, еще ушла из կադրը։ Ես հետո կարձագանքեմ նման կոպիտ։ Արի, էթիկայից էիր խոսում։ Կրկնեմ թերևս հարցը, պարոն Սիմոնյան, նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման